Գայլը լիտվական հեքիաթ։ Հնձվորը հոգնեց, նստեց ճանապարհի եզրին հանգստանալու։ Անտառից դուրս եկավ մի գայլ, մոտեցավ հնձվորին և հարցնում է. Այդ ինչ ես ուտում, այ մարդ։ Հաց։ Տուր մի քիչ էլ ես փորձեմ, ասում է գայլը։ Հնձվորը մի կտոր կտրեց, տվեց գայլին, հացը դուր եկավ գայլին և ասում է. Ուզում եմ, ես էլ միշտ այսպիսի հաց ունենամ, բայց չեմ իմանում, թե ինչպես անեմ, որ ունենամ։ Հնձվորը սկսեց գայլին սովորեցնել։ Նախ հարկավոր է հողը հերկել։ Եվ ես հաց կունենամ։ Չէ, սպասիր, հարկավոր է հողը փոցխել։ Եվ կարելի է հաց ուտել։ Ինչ ես ասում, չէ, սպասիր, երբ հողը մշակել ես, հարկավոր է սերմ ցանել։ Եվ այն ժամանակ ես հաց կունենամ, ասում է գայլը։ Չէ, դեռ ոչ, պետք է սպասես, մինչև սերմերը ծլեն, ցուր ձմռանը հողի մեջ մնան, գարնանը ծիլերը կանաչեն, հետո կաճեն, իսկ ամառվա կեսին կհասնեն։ Եվ այն ժամանակ կարող եմ հաց ուտել։ Չէ, ինչ ես ասում, դեռ հարկավոր է արտը հնձել, խուրձը կապել, խուրձերը դես դնել, քամին մի լավ կխփի, արևը կչորացնի, այն ժամանակ խուրձերը կալը կտանես։ Եվ ուրեմն կուշտ հաց կուտեմ։ Չէ, համբերիր, երբ խուրձերը կալն ես տարել, հարկավոր է կալսել, հատիկը հավաքել, տանել ջրաղաց, ալյուր աղալ։ Եվ այն ժամանակ ես կուշտ հաց կուտեմ, ասում է գայլը։ Դեռ ոչ, սպասիր, շարունակում է հնձվորը։ Ալյուրից պետք է խմոր հունցել, և երբ խմորը կթթվի, պետք է հաց թխել։ Եվ նորից ես հաց կունենամ, երջանիկ ժպտում է գայլը։ Այո, այն ժամանակ հաց կունենաս և կարող ես ուտել, պատասխանեց հնձվորը։ Գայլը մտածեց ու ասաց. Բայց դա շատ երկար ու դժվար աշխատանք է, ավելի լավ է, այ մարդ, դու ինձ խորհուրդ տուր, թե ինչպես անեմ, որ հեշտությամբ ուտելիք ճարեմ։ Թե որ չես ուզում հաց ուտել, ասաց հնձվորը, գնա դաշտ, կտեսնես այնտեղ մի ձի, իր մտրուկի հետ, հենց այդ մտրուկն էլ բռնի ու կեր։ Գայլը գնաց դաշտ, տեսավ այնտեղ մի ձի է արածում։ Մտրուկը գայլից վախեցավ, վազեց մտավ մոր փորի տակ, ու հենց որ գայլը նետվեց նրան բռնելու, ձին այնպիսի մի քացի տվեց, որ գայլը ետ գլորվեց։ Գայլը էլի մոտ վազեց ձիուն, բայց ձին նորից քացի տվեց նրա ատամներին։ Գայլը վերադարձավ հնձվորի մոտ ու գանգատվեց, որ ձիուն հաղթել չի կարողանում։ Եթե ձիուն հաղթել չես կարող, ասաց հնձվորը, գնա մյուս դաշտը, այնտեղ ոչխարներ են արածում, ընտրիր մի մեծ ու գեր ոչխար, բռնիր ու կեր։ Գայլը վազեց դաշտ, ընտրեց մի գեր ոչխար ու ասում է նրան. Դե, այ ոչխար, մարդն ինձ թույլ է տվել, որ քեզ ուտեմ։ Ոչխարը չհակառակվեց։ Ինչ արած, եթե թույլ է տվել, ուրեմն կուտես, միայն թե ինձ պատառ մի ուտիր, մորթիս մի պատառոտիր, ավելի լավ է ցանկապատի մոտ պպզիր ու բերանդ լայն բաց արա, ես
վազեվազ կգամ ու կընկնեմ քո բերանը։ Գայլը պպզեց ցանկապատի մոտ, ոտքերը դեմ տվեց գետնին ու բերանը լայն բաց արեց։ Իսկ ոչխարը թափ առավ ու շրախկ խփեց գայլի մռութին, արյունը հորթեց գայլի քթից։ 2 ժամ հետո միայն գայլն ուշքի եկավ, իսկ երբ գայլը ուշաթափ ընկած էր, ոչխարը փախավ հեռացավ ու թաքնվեց թփերի մեջ։ Գայլն ուշքի եկավ, գլուխը դես ու դեն դարձրեց, շուրջը նայեց ու մրմնջաց. Ես կերա նրան, թե չէ։ Երևի կերա։